Vision, սա Գլենդելի հեղինակավոր հեռուստաընկերություններից մեկն է, որով այսուհետ հեռարձակվում է Կոկո Քլաբը։ Դիմավորենք Նաս Արեքնաս Կոկո Քլաբում։ Ողջույն Արմավիր, ողջույն Լոս Անջելոս, եթերում MNR հեռուստաընկերության նախաձեռնած Կոկո Քլաբ շոու ծրագիրն է Բաքոս ռեստորանային համալիրից։ Սիրելի հյուրեր և հեռուստադիտող, Կոկո Քլաբն իր նոր եթերաշրջանը սկսում է հին ընկերների հետ։ Մեր մշտական և կայուն գործընկեր, Կոկո Քլաբի գլխավոր հովանավոր պլազմա էլեկտրոնիկա խանութ սրահ, տնօրեն Դավիթ Սաթուրյան։ Կոկո Քլաբը հովանավորում է նաև մեր մյուս կայուն գործընկերը, երիտասարդ և հիասքանչ Սուսաննա Տեր-Պողոսյանը, Անգելի կոմպլեքսի տնօրեն։ Ներկայացնենք այսօրվա մեր հյուրերին։ Եթե նա առաջարկում է նստել, մերժելը անհարմար է։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Հովսեփյան։ Ըստ նրա, կնոջ ցանկությունը օրենք է, իսկ տղամարդունը հոդված։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Արտամյան։ Նրա աղայությունը միայն ազգանունի մեջ չէ։ Արմավիրի փոխմարզպետ Արայք Աղաբաբյան։ Նրանց համար մարդիկ բաժանվում են երկու խմբի՝ աշակերտների և ծնողների։ Մեր շատ սիրելի թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցչական կազմ։ Նա ամեն ինչ նկարում է, բացի հարսանիքից և վերջին զանգից։ Եղարվեստի դպրոցի տնօրեն Շահեն Օրդուբեկյան։ Իր հարկի տակ նա և էլեկտրիկ է, և փականագործ, և ավելի քան 20 տարի հիմնադիր տնօրեն։ Մեծամորի մշակույթի պալատի տնօրեն Ռազմիկ Եղամյան։ Ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես, ասացվածքը վերաբերում է հենց նրան։ Վաստակաշատ մանկաբար Սուրեն Սարգսյան։ Շնորհակալություն և հաճելի ժամանց Բաքոս ռեստորանային համալիրում։ Սիրելի հեռուստադիտող, իրականում նա այնքան էլ հաճելի չէ, որքան թվում է, պարզապես չափազանց ֆոտոգենիկ է։ Դիմավորեք USB Vault։ Պարոն Ադամյան, ինչ կլինե, եթե ձեզ ամեն օր դիմավորեն ոտքի դատարանն է գալիս արտահայտությամբ։ Լինի դա խանութում, հասարակական տրանսպորտում և հասարակական այլ վայրերում, երթուղային տաքսիում օրինակ։ Կձանձրանայի։ Դուք կձանձրանայիք, իսկ օրինակ ես կնախանձեի ձեզ, որովհետև ասենք երթուղային տաքսիում նստելու խնդիր չէի ունենա։ Հարցս ուղղում եմ Մեծամորի մշակույթի պալատի տնօրեն Ռազմիկ Եղամյանին։ Պարոն Եղամյան, ինչ կլինի, եթե դուք ոսկե ձկնիկ բռնեք և նա խոստանա իրականացնել ձեր 3 ցանկությունները։ 3 ցանկությունն էլ կլիներ նույնը, որպեսզի մշակույթը էլի ապրեր վերեր և ամեն ինչ լինել նորմալ ինչպես առաջվանում է։ Իսկ ես կկարդամ ձեր ցանկությունների իմ տարբերակը։ Ուրեմն առաջին, Արմավիրի մշակույթի տունը կհայտնվի անմխիթար վիճակում։ Երկրորդ, Նախշուն Նազարեթյանը կանցնի թոշակի։ Եվ վերջապես երրորդ, բոլոր համերգներն ու միջոցառումները կանցկացվեն Մեծամորի մշակույթի պալատում։
Պարոն Օրդուբեկյան, ինչ կլիներ, եթե Պամելա Անդերսոնը խնդրեր ձեզ դառնալ ձեր բնորդուհին։ Սիրով կնկարեի, բայց ոչ մերկի հարկը։ Իսկ իմ կարծիքով այդ ժամանակ դուք նոր կհասկանաք, թե ինչ էր ուզում ասել Շիրազը, երբ գրում էր. Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, դուք հողմերի պես խուժեցիք վարյակ։ Ինչ կլիներ, եթե Շահեն Օրդուբեկյանը ասեր այն, ինչ մտածում է։ Ես դեռ մանկուց եմ նկարում, բայց նկարներս չի ծախվում, խիատենց չեմ հասկանում, ես դաժե մարսպետը չի առնում, որ նկարներ շատ ասիրում, խիատենց չեմ հասկանում, ես Շահենն եմ Օրդուբեկյան, ցուցահանդեսին իմ եկան, ասին ապրես ու հուզվեցի ես, տեսան լիքը սիրուն նկար, բայց ախր մեջը փող չկար, ու նկարներս ես տարա։ Ախ վերնիսաժ, какой портрет, какой пейзаж, Պարսիկ ախպեր դու մոտարի, գին մի գցի հայավարի, Ախ վերնիսաժ, какой портрет, какой пейзаж, Չեմ ծախել մի նկար անգամ, տեղի փողը, ոնց պտի տամ, Տարբեր տեսակի մարդիկ կան, և բիզնեսմեն, և վանական, Բայց նկարները չեն ծախվում իմ, Դուք արվեստից շատ հեռու եք, նկարի կինը չգիտեք, Նկարներս գլուխ գործոց են, 50 աստիճան շոկի տակ, ես նկարում եմ նապաստակ, Վերնիսաժից թեր չտեսա, ես կեթամար մավիր կանեմ գործ, ունեմ նկարչական դպրոց, ու իմ սաներին ես կասեմ, Դուք արմավիր ու մնացեք, Ձեր ցուցահանդեսը բացեք, Մեծահարուստ մարդիկ կգան, ու ձև բռնած կհիանան, Բան չեն հասկանա նկարից, Նկար չեն առնի ձեզանից, Ձեզ շատ փող չեն տա իմացեք, Եղածով յոլա գնացեք, Դարձեք Կոկո Քլաբի անմիջական մասնակիցը։ Ուղարկեք մեզ տարբեր անեկդոտներ եւ սրամտություններ, որոնցից լավագույնները կընթերցվեն ծրագրի ընթացքում։ Հաղորդագրությունն ուղարկելու համար հավաքեք անգլերեն Կոկո բառը, որից հետո անպայման դրեք գծիկը եւ գրեք ձեր սրամտություններն ու անեկդոտները։ Ուղարկեք դրանք 1004 կարճ համարին։ Ուշադրություն, ամենաշատ հաղորդագրություններ ուղարկողին սպասվում է Կոկո Քլաբի 2 հրավիրատոմս։ Երազելը վտանգավոր չէ, ամենակարևորը որ էժան է։ Երազահան մեր մեկնաբանությամբ։ Եթե երազում տեսնում եք Արամեին, նշանակում է պետք է գումար տնտեսել։ Դրա համար վերցնում եք 3 կիլանոց բանկան, զակատում եք, հետո ծագում կափարիչն ու ամենապակասը 100 դրամանոց կոպեկներով լցնում այն։ Քանի որ աշխարհում գների համատարած թանկացման հետևանքով հաջորդ տարի մեր քաղաքի տոնի արդիվ կազմակերպած համերգի տոմսերն արժանալու են նվազագույնը 6000 դրամ։ Իդեպ մեր քաղաքը եւս մեկ անգամ կառանձնանա իր յուրահատկությամբ, քանի որ միայն այստեղ կարող էր քաղաքի տոնը լինել վճարովի։ Եթե Լոս Անջելեսում ապրող արմավիրցին գիշերը հանկարծակի վեր է թռնում և ամբողջ ուժով գոռում
Նշանակում է նա երազում վերադարձել էր արմավիր։ Եթե երազում լսում եք Նիագարա ջրվեժի ձայնը, նշանակում է ձեր կինը 5 րոպեով լռել է։ Շարունակեք քնել, վայելեք այդ հաճույքը։ Եթե երազում տեսնում եք ծորակից հոսող ջուր, արթնացեք եւ բացեք այն, փորձեք ձեր բախտը։ Միգուցե դա իրականություն է եւ դուք ունեք 24 ժամյա խոստացված ջրամատակարարումը։ Խոստացան, ոչի երթվեցին։ Իդեպ հաջորդ կատարողում պետք է լսենք շատ է սիրում շնորհակալություն բառը։ Արթնանալու շնորհակալություն է հայտնում Աստծուն, որ արթնացավ, շնորհակալություն է հայտնում, որ լույսը բացվեց եւ այլն։ Դիմավորեք, նարեկ։ Շոկ օր էր Միտուշի կենթանաբանական այգում։ Օգտվելով Արմեն Թադևոսյանի և Ջիմ Բոկապիկի բացակայությունից, Սուսլիկը, Սիրամարգն ու Ուխտը, որոնք աչքի էին ընկնում իրենց ակտիվ գործունեությամբ, քննարկում էին շաբաթվա անց ու դարձը։ Ժողովուրդ շոկ, հա, թե էլի ջերմություն ունեմ։ Որ քեզ քիչ զրկած լավ կլինի, այդ պոչդ փագի օդ խաղա, ոչ մի ջերմություն էլ չունես։ Լսի Սուսլիկ, դա քո ֆունկցիաների մեջ չի մտնում։ Թողեք լրվենք էլի մեր հավեսով, քանի խախանդա, ինչ եք իրար ուտում։ Ուխտ ախպեր, օրինակ դու գոհ ես քո կյանքից։ Կերածդ ինչ ա։
Քոնավան տղեն է սրվարով խոտի կարիք պետք չունենար։ Այդ խեղճ տղեն որի հասնի, սա գալի հիանում, մենակ խոստումներ են տալիս ու գնում։ Չէ, քի ես տենց ասում։ Օրինակ դու ջիմբոից ինչով ես պակաս։ Ոչ մի բանի կարիք չունի։ Ինչ ուզում անում է վրան խոսացող չկա։ Լեզուն էլ 100 մետր։ Էս վերջում տեսար ինչ ծնունդարին, մենակ տորթը հերիք էր։ Ժողովուրդ, ինչ որ այա, Արմենը վատ տղա չի։ Ընտիր տղա է։ Բա ինչ ֆիգուրա ունի։ Մեր ուխտի պես կուզիկ չի։ Այ սուսլիկ, հեսա կթեքեմ վրետ։ Տակությունս էլի բարձրացավ։ Ախպերս հանակ էի անում։ Ըտենց հանակներ սիրամարգի հետ արա։ Երեխեք լսուսեք, էլի են տղեն եկա։ Վայ, մեռնում եմ սրա համար։ Այս էլ ամեն օր գալիս սրան կուտատալի էթումա։ Գոնե մի 2 կոպեկ փող տա։ Մտքից տեղ լինի, այ սուսլի։ Հեսա տես ոնց եմ իզնովանում։ Ինչ ես ուրիշի դժբախտության վրա ծիծաղում։ Վախարել սոնսկի կուտել չտվեց։ Երջանկությունը կտի մեզ չի։ Սիրամարդ ջան, տարիքն իրանն ասում է։ Տակությունս, հեսա կուշաթափվեմ։ Կարիք չկա, ցավը տանեմ։ Դու անգամ այդ տարիքում հիասքան չես։ Ժողովուրդ ծիտն եկավ, ծիտը։ Բարով եկար։ Աղջի մեռած, այդ կոշիկները որտեղից ես առել։ Ինչի հետևից ես ընկել։ Խաբար չես ինչեր է կատարվում քաղաքում։ Մտել եք ձեր բունն ու դուրս չեք գալի։ Հələ պատմի։ թիվ, սեպտեմբերի 1, քաղաքը տոնական տրամադրության մեջ էր, իսկ Սուսաննա Տեր-Պողոսյանը չէր կարողանում բաժանվել իր ծաղիկներից, որոնք շատ շուտով պետք է տանեին մայրիկները։ Այդ ընթացքում աշխատանքի էր շտապում Սիմա Եղիազարյանը։ Երբ Սիմա Եղիազարյանը հասավ դպրոց, շուրջ տիրեց քար լռություն։ Բոլորն անհամբեր սպասում էին նրա խոսքին, եւ նա ողջունեց։ Ավարտելով խոսքը, նա մտավ դպրոց։ Մեկ այլ դպրոցում ծանոթանում էին առաջին դասարանի աշակերտներն ու Սուրեն Սարգսյանը։ Սիրելի փոքրիկ բարեկամներ, ահավասիկ մեր հայերեն այբուպեր։ Այպենքին տալեցա Էտո ժեինիլի Դպրոցից ոչ այնքան հեռու դեպի դատարան էր գնում դատավոր Արթուր Ադամյանը, ևս մեկ վճիռ հրապարակելու։ Я у бабушки живу, я у дедушки живу. Папа с мамой ходят в гости к нам. У меня сестренки нет, у меня братишки нет. Սեպտեմբերի 1 էր նաև Չինաստանի Տյանցզի քաղաքում, ուր չին երեխաները հիշում էին իրենց այցը Արմավիր և Արայիկ Աղաբաբյանին, որը նրանց ճանապարհելիս պաղպաղակ էր հյուրասիրել։ Ոչ պակաս ոգևորությամբ էր օրը սկսում ճանապարհային ոստիկանը։ Վերջապես նրան հաջողվեց կանգնեցնել առաջին ավտոմեքենան։ Հանդիպումը վարորդի հետ շատ հուզիչ էր։ Աչքերից արցունք եմ հոսում,
կանգնել ես դու ու հետս չես խոսում ասա որքան պիտի լռես ու անիմաստ տանջես և ինձ և քեզ Չնայած այս ամենին ոչինչ չէր փոխվել Արմավիրի կենդանաբուսաբանական այգում։ Արմեն Թադևոսյանը վերադարձել էր տուն և սովորականի պես պատրաստվում էր փայլեցնել հերթական օձը։ Դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու։ Ինչ կլիներ, եթե 6 ամիս շարունակ ձեր հայցվորները, պատասխանողները և վկաները լինեին միայն կանայք։ Վատ չէր լինի, ամեն ինչ նորմալ կլիներ։ Կդաստիարակեինք իսկական հայրիներ։ Մեղքը դատավորն է դուրս։ Լավ, բան նշան Գևորգյանի ջանը քարա։ 40 կաթիլ կարվալոլից։ Կայնինե, Այս փողոցը քեզի չէր ալի, հա? Ամբաստանյանը փորձեց փախուստի դիմել դեպքի վայրից, սակայն պրոֆեսիոնալիզմի եւ օպերատիվության շնորհիվ կախեցի նրա փախուստը։ Սա երբևէ իմ լսածներից ամենագունեղն է, ես անգամ բանակից չեմ փախել։ Այդ տենց խեղճանաս, կոլեգա, բագի դե իր գործը ձեռիցս առնելը վրա տեժաներ նստելու։